Տեսեք, երկուսից եմ հարցողում, ընտրություններից առաջ բոլորը ասում են, որ հաղթել են, Սամվել Կարամետյան արդեն վարչապետ է, իհարկե ինձ թվում է կլինի անպայման վարչապետ, դե դուք էլ 4% չէ, հաստատություն 9%, 10%, հիմա ասում խոսում դե ԲՀԿ-ն երևի ավելի ներողություն Հայաստան դաշինքը ինչև է, բայց ունեցանքային ինչ ունենք, չէ կարծում, որ դուք ձեր սխալները օրինակ քննարկել եք, թե ինչ սխալներ եք թույլ տվել այս ընթացքում, որ դուք մի կերպ մոտեցաք 4%-ի շեմին ու դեռ հարցեր վերջակահարեք, թե չէ։ Օրինակ ես մի քանիսը նշեմ, չնայած որ դուք համեմատաբար քիչ խոցել եւ անշարժ քարոզարշավն եք անում, բայց ես շատ իրավավորեցին։ Օրինակ ամբողջը կառուցել եք Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ։ Ձեր մոտ նոր դեմքեր կային Արա Այվազյանը, էլի մարդիկ, որոնք ոչ մի անգամ ելույթ չունեցան, չխոսեցին, հետաքրքիր ասենք ով էր որոշել այդպիսի քաղտեխնոլոգ, ասենք Վահե Հովհաննիսյանի հանճարեղ մտքի արդյունքն էր, իր գրած տեքստերով եք որոշել, որ պետք է քարոզարշավ անեք եւ ամեն ինչ այդպես կառուցի, որ դες քիքսեր թողնեք կամ օրինակ Իվետա Տոնոյանը ռուսկապեն ելույթ ունենա եւ ասի, որ պետք է մեր գերիները վերադառնան եւ թվարկյորն է Գևորգ Սուջյանի անունը, որը արդեն վերադարձել է, էլի այլ գերիների անուններ, որոնք վերադարձել են։ Այսպիսի քիքսերը, որոնք ոչ Վահե Հովհաննիսյանը, բացում նկատած ձեր տեքստերը ոչ դուք, ոչ պարոն Հաբովյանը, ոչ Գագիկ Ծառուկյանը, բայց դուք այսպիսի սխալներ եք ցույց տալիս։ Ու ամբողջը տես կառուցել եք էլի Գագիկ Ծառուկյանի նույն լոզունգների վրա, ինչը որ 2021 թվականին գյուղատնտեսությունը, վարկերը, տոկոսները եւ այլն։ Չէ՞ կարծում, որ դուք էլ ձեր սխալներ ունեիք եւ պետք է վերահաշվարկ անեք ձեր սխալների մասով։ Շնորհակալություն հարցի համար, ինչ վերաբերում է։ Չլսեք նույն քաղտեխնոլոգիային, որոնք մի անգամ Շնորհակալություն ձեր հարցի համար, ինչ վերաբերում է սխալներին կամ չսխալներին, իհարկե թե ամբողջ քարոզարշավի ընթացքում, թե առհասարակ բոլոր գործընթացները իրենք մշտապես վերլուծվում էին եւ այդ վերլուծության ընթացքում ես ձեզ հետ համաձայնչում եմ, որ այնպիսի քրիտիկական սխալներ են եղել, որի արդյունքում, մեր տոկոսը իջել է։ Ես համաձայնչում ձեզ հետ, ես կարծում եմ, որ այստեղ այլ process-ներ են տեղի ունեցել, իսկ այդ process-ների մասին մենք խոսենք փոքր ինչ ուշ, ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, այո, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եղել է կա եւ կլինի պարոն Ծառուկյանի կոպիտ ասած, թե մտահղացման, թե առհասարակ իր քաղաքական գործունեության ամեն ինչը, չէ, ես վերջացնեմ։ Տեսեք, մի գաղտնիք բացեմ, գրեթե բոլոր կուսակցությունները անձերի հետ են կապված։ Միգուցե դուք չգիտեք, բայց դա այդպես է։ Բացառիկ, դա այդպես եւ ոչ միայն Հայաստանում։ Եվ առհասարակ, երբ որ մենք այս գործընթացների ժամանակ արեցինք ամեն ինչ եւ պարոն Ծառուկյանը արեց ամեն ինչ, որ նախընտրական գործընթացը բերի բովանդակային դաշտ, այսինքն ծրագրային դաշտ։ Եթե ես վերջացնեմ, պարոն Մակարեն, ես ուշադիր ձեզ լսում եմ, մենք պոլեմիկա չենք անում։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք միգուցե փոքր ինչ, ասենց հեգնանքով վարկերի, հարկերի կամ սոցիալական խնդիրների մասին, ապա հավատացնում եմ ձեզ, որ այսօր այդ հարցերը բացի այն գլոբալ հարցերից, որոնց մենք անդրադառնում ենք, երաշխավորված խաղաղություն, առհասարակային գործընթացներ աշխարհաքաղաքական, որոնք տեղի են ունենում, բայց դրա հետ մեկտեղ էլ մարդ պետքա կներեք ընտրության արժև կանգնած չլինի, չէ՞, դեղ կամ սնունդ։ Մարդ չպետք է ընտրության արժև կանգնած լինի, կանչի շտապ հոգնություն, թե չկանչի, օրինակ, եթե ինքը ես վերջացնեմ, երբ որ ինքը իր լիմիտը պրծել է։ Ինչ վերաբերվում է քաղտեխնոլոգներին, ես չգիտեմ որտեղից ձեզ այդ տեղեկությունը անկեղծ եմ ասում, դրա հետ մեկտեղ ես իմ կարծիքով ես վերջացնեմ, իմ կարծիքով քարոզարշավը մենք անցկացրել ենք այն մակարդակի, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս կամ այն առումով, օրինակ մեզ հետ կամ մեզ, տենց վերապահումներով են վերաբերվում, բոլորն էլ նշել են, որ ամենապրագմատիկ, ամենաարդյունավետ, ինչու ոչ, ամենամոտիկ խնդիրներին եւ լուծումներին քարոզարշավը անցկացրել ենք մենք։ Ինչ վերաբերում է մեր տոկոսին, ապա ես ձեզ հետ մի անգամայն համաձայն եմ, որ այո, շատ տարօրինակ է եւ այդ տարօրինակության հետևից մենք գնալու ենք, տեղեկացնեմ, անպայման գնալու ենք, թե այդ ինչպես է ստացվում, որ ստացվում է մի իրավիճակ, որը ընդհանրապես հակասում է, ես չեմ ասի նույնիսկ սոցհարցումներին, այլ օրինակ բանականությանը, էլեմենտար բանականության։
Պարոն մի բան է ճշգրտում, մի վերջը դուք ուզում եք ձեր թիմում հասկանաք այդ ինչ եղավ, եւ օրինակ քաղ տեխնոլոգը Վահե Հովհաննիսյանը կլինի թե մեկ ուրիշը, բան չեք իրեն էլ բացատրություն պահանջ ներկայացնել ուզեք իրենից։ Պարոն Մակարյան, ես կարծում եմ, պարոն Մակարյան, ընտրությունները դեռ ցանկի մեջ օրինակ տեքստով է կերել։ Ընտրությունները դեռ վերջնական նույնիսկ չեն էլ ամփոփվել, այսինքն այս պահին մենք բացթողումներ եւ սխալներ քննարկելու ժամանակ դեռ չենք ունեցել, սակայն կարծում եմ ցանկացած քաղաքական ուժ իր արժեվ պետք է դնի այդպիսի խնդիր, վերլուծել թե ինչպիսի բացթողումներ է ունեցել եւ հետագայում օրինակ վերացնի այդպիսի բացթողումները կամ այլևս չկրկնվի այդպիսի սխալներ։ Ինչ վերաբերում է գերիների հետ կապված մի շատ կարևոր հանգամանք, հա նշեմ, ի տարբերություն իշխանական ուժի, որտեղ յուրաքանչյուր ելույթ, որտեղ յուրաքանչյուր խոսք գրաքննության է ենթարկվում, մեզ մոտ այդպիսի գրաքննություն չկա։ Եվ հետևաբար ես օրինակ շատ մարդկային եմ համարվում, երբ Իվետա Տոնոյանը գերիների անունները հնչեցնելիս հուզված լինելով կարդաց նաև Սուջանի անուն ազգանունը, այդ պահին ամենևին չկենտրոնանալով են հանգամանքի վրա, որ բարեբախտաբար Գևորգ Սուջանը այլևս գերի չէ եւ հետևում է 5 րոպե հետո Գևորգ Սուջանի անունը ես տվեցի, որ վերադարձել։ Ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանին, ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանին, ինձ համար եւ մեր թիմի համար, բոլորիս համար մեծ պատիվ է ունենալ այն թիմակիցները, որոնք կան, ունենալ այնպիսի ղեկավար, ինչպես է պարոն Ծառուկյանը, ունենալ պարոն Հովհաննիսյանի եւ մեր գործընկերների նման մնացած գործընկերների ներողություն, ասես մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, եւ ես թերևս զարմացած եմ, որ չգիտես ինչու այս կամ այն մեր թիմակցին, հա, փորձում են ասենց առավել ցույց տալ ինքն ասե կամ ինքը չասե։ Ձեզ մի գաղտնիք բացեմ, ժողովուրդ ջան, դե լավ է, կարելի է բացել։ Բոլոր որոշումները, որոնք տեղի են ունենում քարոզարշավի ընթացքում, բոլոր նարատիվները, բոլոր գործընթացները իրենք պրոդուկտ են թիմի քննարկման եւ իրանք պրոդուկտ են առաջարկ Հայաստանի, չմոռանանք, հա, այդ կոնցեպտի։ Ձեր գործն է իհարկե հարգելի թղթակիցներ, ժուրնալիստներ, գործընկերներ ջան, անել հետևություններ, բայց Եվս մեկ անգամ բոլոր ինչ դուք տեսել եք քարոզարշավի ընթացքում եղել է պարոն Ծառուկյանի ղեկավարության ներքո մեր կոպիտ ասած այսպես Dream Team-ի այսպես հա քննարկման ասալի այլ Քանի որ մի քանի ձայն է կասում, ոչ ավելի մի քանի տասնյակ, մինչև 60, ճիշտ է։ Հիմա քանի որ 120-ը անջատությամբ ավելանալ ձեր ձայների, կարող եք պնդել, որ դուք արդեն խորհրդարան ունեք։ Մենք կսպասենք անջատությունների վերացմանը, այսինքն սպասենք ԿՀ-ի լրացուցիչ արձանագրությանը եւ նոր դրա հիման վրա կկարողանանք հայտարարություններ անել։ Եվս մեկ անգամ մենք ուզում եմ մենք շատ հստակ ֆիքսենք Մենք չենք գնում 60 ձեն լրացնելու, մեզ համար կարևորագույն խնդիր է, ամեն քաղաքացու քվեին տեր կանգնել, դուս եկեք այդ բա, դուք կգնաք ազգային ժողով դուրս չեք գա, որովհետև այդ նույն տրամաբանությամբ եթե լիներ, չէ, արդեն կարայինք այսօր ոչ էլ հանդիպենք, ոչ էլ զրուցենք, ասենք կենա, մենք մեր 120 ձենը գտել ենք հաջողություն։ Կարելի է պարոն Աբովյան հարցնակ չէ, Ընդհանրապես ասում են այդպես քաղաքական շրջանակները, որ խորհրդարանական ընտրություններով իշխանափոխության հասնելը բնորոշ է ժողովրդավար երկրներին։ Նույն ընդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ժողովրդավար երկիր չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունով բռնաճնշումների են ենթարկվում ընդդիմադիրները, ընտրողները եւ այլն։ Հիմա այս ընտրությունների արդյունքները տեսնելուց հետո ինչ է կանոն արդյոք Արդյոք խորհրդարանական ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության եւ ընդդիմություն ասում է, որ պլան B ունի։ Ինչ պլան B-ի մասին է խոսքը։ Տեսեք, ես պլան B, G, հա, տենց չեմ քննարկի, ես կարող եմ ասել մի բան, որ բոլոր գործընթացները եւ զարգացումները, որոնց մենք այսօր ականատես ենք, մեր կողմից նույնիսկ ամենավատագույն սցենարներով արդեն իսկ դիտարկվում էին այն գլխից, որովհետև այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է։
ամեն ինչ։ Երբ որ երկրի վարչապետը գույնս գույն կեպկով գիշեր 2-ին դուրս է գալի 10%-ը հաշված է, սկսում է իրան հայտարարել, չգիտեմ, հաղթող եւ այլն, ինքը արդեն իսկ առաջացնում է բազմաթիվ հարցեր քաղաքական դաշտի եւ քաղաքական դաշտում խաղացողների առհասարակ adekvatության մասին, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, տեսեք, անցել է ընդամենը ինչքան 12 ժամ, եւ խոսքը գնում է թվերի հաշվարկից եւ այլն, հա, եւ թույլ տվեք այս պարագայում մեզ ոչ թե չհայտնել կարծիք, այլ առայժմ ունենալով մեր տեսլականը եւ մեր հետևությունները առայժմ չհնչեցնել, չէ, տեսեք, դուք պահանջում եք հստակ որակավորումներ։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրությունները բնարարաբար է իշխանապետության հասնել։ Տեսեք, յուրաքանչյուր դեպքում ընտրությունների օրոք կամ Նիկոլ Փաշինյանի օրոք հնարավոր է թե չէ, ես կարող եմ ասել հետևյալը, որ իհարկե, եթե բռնաճնշումներ են լինում, եթե ինչ-որ այնպիսի գործընթացներ են լինում, որոնց մենք բոլորս ականատես ենք, իհարկե պրոցեսը ինքը գնում է եւ ընկնում է շատ վատ գործընթացների ներքո, բայց ես կարող եմ ասել հետեւյալը, որ ի վերջո յուրաքանչյուր քաղաքական պրոցես գալու ու կանգնում է քաղաքացուն, ճիշտ է։ Եվ այս պարագայում միանշանակ համոզված եմ, որ եթե քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը չընկներ այդ պրոպագանդայի, վախի միգուցե եւ այլն ճիրանների մեջ կամ այդ ճնշումների եւ այլն մենք ունենայինք այլ պատկեր։ Ստեղ խնդիրը ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Ես շարունակեմ, նախ եկեք ֆիքսենք, որ բացարձակ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին ձայն չի տվել։ Եկեք այս կարևոր հանգամանքը ֆիքսենք։ Հիմա հաջորդ հարցը, արդյոք կարելի է այս ժողովրդավարության պայմաններում ընտրությունների միջոցով փոփոխություններ անել։ Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ ցանկացած գործիք եւ ցանկացած մեխանիզմ պետք է օգտագործել այս իշխանություններից ազատվելու եւ երկիրը այս ռիսկերից հանելու համար։ Կստացվեր դա ընտրությունների միջոցով կլիներ ընտրությունը, կստացվի դա այլ սահմանադրական ճանապարհներով, պետք է ընտրել այլ սահմանադրական ճանապարհները։ Հետեւաբար մենք պետք է ֆիքսենք, որ այս ընտրությունները դա միակ ճանապարհը չէր եւ կան այլ ճանապարհներ եւ այս առումով իհարկե եթե մենք ուզում ենք, որպիսի այն բոլոր սպառնալիքները, որոնց մասին խոսել ենք, անկլավներ, սահմանադրություն, նոր սահմանադրություն, ադրբեջանցիների վերաբնակեցում եւ այլն չլինի, պետք է օգտագործվեն բոլոր սահմանադրական ճանապարհները դրանք կանխելու։ Հետևաբար այս առումով ես կարծում եմ, որ ընդդիմությունը իհարկե անելիք ունի, բայց ասել, որ դե գիտեք մենք ժողովրդավարական երկիր չենք, եկեք ընդհանրապես մերժենք բոլոր ժողովրդավարական գործընթացները եւ չմասնակցենք ընտրությունների եւ չգիտեմ փորձենք հորինել նոր հեծանիվ եւ այլն, այդպես չի լինում։ Հետևաբար սա քայլերից եւ փուլերից մեկը որպես պետք է դիտարկել։